Ցուցակում ես չկամ եւ համագումարով հաստատված է, ես այս ընտրություններին Լուսավոր Հայաստան կուսակցության լիազոր ներկայացուցիչն եմ։ Ինչու՞ չկաք։ Դա եղել է թիմի հետ քննարկված իմ անձնական որոշումը եւ այս փուլում կարծում եմ իմ մասնակցությունը եւ ներկայացվածությունը այս մարմնում ավելի նպատակահարմար է։ Ես ենթադրել ինչու չկաք։ IT ոլորտում լավ աշխատանք ունեք, բարձր վարձատրվում եք, անշար ապրում եք, չեք ուզում ձեր անձավ գլուխը դնել ցավի տակ ու եկեք Որքան դուք ինձ քաղաքականության մեջ տեսել եք եւ որպես ավականու տեխնացու եւ պատգամավորի, ես աշխատել եմ IT ոլորտում, լավ աշխատավարձով, ուստի իմ կյանքում այդ առումով բան չի փոխվել։ Այդպես էլ շարունակելու եմ։ Բայց ինչ կարծում ինչ շանսեր ունի Լուսավոր Հայաստան ընտրություններին։ Ես կարծում եմ, որ շանսեր գնահատողը լինելու է մեր քաղաքացին, ելնելով այն աշխատանքից, որ տարվել է մինչ այսօրը, իսկ մինչ այսօրը ի տարբերություն մասնակից շատ ուժերի, Լուսավոր Հայաստան կուսակցությունը շատ ակտիվ ներգրավվածություն է ունեցել հանրային քաղաքական կյանքում եւ ամենակարևորը մեզ մոտ հովհարային անջատումներ 5 տարվա ընթացքում չեն գրանցվել։ Ուստի այս իմաստով ես կարծում եմ, որ դա գնահատանքի արժանի է լինելու։ Նաեւ Էդմոն Մարուքյանի Փաշինյանի թիմում աշխատելու ժամանակահատվածը նկատի ունեք։ 5 տարվա ընթացքում որևէ օր Լուսավոր Հայաստան կուսակցությունը որևէ մակարդակում հովհարային անջատման չի ենթարկվել։ Այն ուժերը, որոնք ամիսներ շարունակ հանրային քաղաքական նշանակություն ունեցող կարևորագույն հարցերի չեն պատասխանել, մարդիկ մոռացել են իրենց ինչ-որ մի ընթացք, մեկ էլ ինչ-որ պահի հայտնվել են, կամ առհասարակ 5 տարվա ընթացքում գործունեություն չեն ծավալել եւ հիշել են, որ հիմա ընտրություններ են։ Չեմ ուզում համեմատել, բայց Էդմոն Մարուքյանը դարձավ հատուկ հանձնարարություններով դեսպան, Լուսավոր Հայաստանի ոչ թե հովարային անջատում, այլ ռուբիլնիկը չէիք անջատել, գնացել տուն։ Ինչու եղավ հովարային։ Տեսեք, ձեր լրատվամիջոցը ինձ այսքան ժամանակ հարցազրույցի չի հրավիրել։ Բազմաթիվ այլ լրատվամիջոցներ հրավիրել են եւ գիտեմ, որ ես միշտ եղել եմ հանրային քաղաքական նշանակություն ունեցող հարցերի պատասխան տվողներից մեկը մեր ուժից։ Հետևաբար որ դուք չեք հրավիրել եւ դա չեք նկատել, նորմալ է, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Ես դեր ուժի ղեկավարին եմ հրավիրել եւ համառորեն հրաժարվել է գալ։ Այդ հարցը կարող եք ընդելով որ չի ուզում իմ հարցերին պատասխանել, այնպես որ եթե ձեզ չեն հրավիրել, ես չի նշանակում, որ ձեր ուժին չեն հրավիրել։ Դե հիմա ինձ եք հարցնում։ Ձեր չառաջադրվելուն, հա, Լուսավոր Հայաստանի, այլ ասել են Լուսավոր անդամներից մեկը դուք եք աշխատող հայտնի, սա ուղղակի գնահատական չէ, ուղղակի այդպես նաև կարծիք կա, դուք տեն շատ ակտիվ եք որպես Լուսավոր Հայաստան դեմքն եք նաև երևում բացի Էդմոն Մարուքյանից։ Հիմա ձեզ այնտեղ խորհրդանում չտեսնել, եթե անցնի ձեր ուժը կամ ցուցակում չլինելը մի տեսակ տարօրինակ կա։ Գաղափարական հակասություն կա, թե իսկապես դուք գիտեք, որ ինձ համար մշտապես հոգեհարազատ դուք չլինեք բայելով լինի։ Դուք գիտեք, որ ինձ համար մշտապես հոգեհարազատ ոլորտը եղել է քաղաքային տնտեսությունը եւ 21 թվականին, եթե քաղաքական կարևոր նպատակահարմարություն չլիներ, ես շարունակելու էի իմ աշխատանքը ավականու կազմում, ինչպես շարունակեցի մինչև 23 թվականը։ Եվ հիմա էլ պարտադիր չի, որ կուսակցությունում բոլորը հավակնեն նույն կարգավիճակին, գիտեք, էլի տարբեր ուժեր կան, որոնց առաջատարները եւ պատգամավորի տեխնացու են, եւ նախագահի, եւ ավականու կա դերաբաշխում, ես ունեմ ինձ կարևոր եւ հոգեհարազատ ոլորտը, ուստի ես առումով բոլոր այն տեխնացուները, ինչպիսին է նաեւ մեր Շուշան Ավագյանը, կներկայացվեն խորհրդարանում եւ կլինեն Լուսավոր Հայաստանի գաղափարական ձայնը։ Իհարկե հարց կտանք, բայց հետաքրքիր կարող է ձեր ուժերը պահում եք օրինակ քաղաքի ընտրություններին նորից մասնակցելու համար։ Ես ինչպես ասացի 5 տարի հովհարային անջատումներով չենք եղել, այդպես էլ չենք լինի հաջորդ 5 տարում։ Պարոն Խաչատյան, իսկ ձեր ուժը ակտիվ համագործակցության մեջ էր Մասկի, ավելի ճիշտ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ։ Հետո Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ իրենք ինչքան էլ սենց փորձում էին Էդմոն Մարուքյանին դարձնել վարչապետ, առաջին տեղը իրեն էին տալիս, բայց տեղերի հետ կապված այլ ամբիցիաներ ուներ Էդմոն Մարուքյանը եւ չստացվեց համագործակցությունը։ Այդ ինչ ամբիցիաներ եք ունեցել, որ ոչ մի ձև հնարավոր չի եղել միասնական ցուցակով գնալ։ Դուք ամբողջ հարցադրման մեջ ձեր բոլոր պատասխանները տվեցիք։ Այնպես որ ես չգիտեմ ինչ կարող եմ ավելացնել։ Ընդունում եք, որ ամբիցիաներ ունեք տենց շատ մեծ։ Բոլորս էլ ամբիցիաներ ունենք։ Բայց կոնկրետ որտեղի հետ է կապված, եթե վարչապետի տեխնացուն Մարուքյանն էր լինելու։ Եվ այո, ես կարծում եմ, որ պոտենցիալ ունեցող մարդկանց գործիչների ամբիցիաները պետք է մեծ լինեն։ Պարոն Խաչատյան, ինչու
Ինչու պայմանավորված վարչապետի ցուցադրությունը։ Գիտեք, այս արկա իրավիճակը ցույց է տալիս, որ մեծամասնություն չձևավորվելու հավանականությունը շատ մեծ է։ Հետևաբար մարդկանց մոտ այսպիսի հարց է առաջանում, եթե խորհրդարան պետք է անցնի 4-5 ուժ, այն մնացած չանցած 10-20 վարչապետի տեխնացուները ինչով են զբաղվելու, եթե չդառնան վարչապետ։ Հետևաբար մենք մեր առաջ նման խնդիր չէ, որ դնում ենք։ Մենք ասում ենք, որ առանցքային է մեր ազգային պետական խնդիրները լուծելու համար քաղաքացիական պայմանագրին իշխանությունից հեռացնելը, սա մեր առաջնային խնդիրն է, եւ թե այդ գործում մենք ինչ ձևի դերակատարում կունենանք, դա ցույց կտան մեզ տրված քվեները, դա ցույց կտա պարլամենտում մեր գործունեությունը, բայց այս առաջնային խնդիրն է, որ պետք է լուծվի։ Հետևաբար վարչապետի տեխնացու, թե մյուսն էլ падգամավորի տեխնացու կամ չպադգամավորի տեխնացու ոչինչ չի փոխում։ Դուք վստահ եք, որ հեռացնելու եք գործող իշխանություններին ձեր մասնակցությամբ նաև։ Ես վստահ եմ, որ մենք կանենք առավելագույնը, որ դա տեղի ունենա։ Պարոն Խարոժակյան, տեսեք, 18 թվականին դուք սփորոր արեցիք, հա, որպես ընդդիմադիր ուժ միայնակ մասնակցելով եւ 18 մանդատ ունեք խորհրդարանում, բավականին մեծ ձայներ հավաքեցիք, 21 թվականին դա ձեզ չհաջողվեց անցողի շեմը հաղթահարել։ Հիմա դուք ձեր շանսերը ոնց եք գնահատում։ Կարողանաք այդ երկուսի արանքում գոնեմ։ Ես նորից եմ ասում, մեր շանսերը գնահատողը մեզ ընտրողն է, ով մեզ տեսել է 5 տարի շարունակ ակտիվ գործունեություն ծավալելիս, դիրքորոշումներ արտահայտելիս եւ քաղաքական օրակարգի իր մասը թելադրելիս եւ մենք կրկին 5 տարի անց մարդկանց առաջ պարզ կանգնած ներկայանում ենք եւ հայցում իրենց քվեն։ Պարոն Խարոժակյան, դուք հիմա պնդում եք, որ ձայները չեք մտել, դաշտ ձայները փոշիացնելու համար, որովհետև ձեր կուսակցության անդամներն էլ այսպես մասնատվեցին, գնացին ամեն մեկը տարբեր ուղղություններով, հիմա դուք ուզում եք ասել, որ անցողիկ շեմը հաղթահարելու եք։ Դա դուք եք ուզում ասել եւ ես համոզված եմ, որ ձեր քաղաքական նախասիրությունների մեջ մեր քարոզարշավը տեսնելով որպես քաղաքացի եմ ասում, ոչ որպես լրագրող, վստահ եմ, որ քարոզարշավի ժամանակ դուք այնքան արժանույնս կգնահատեք Լուսավոր Հայաստանի քարոզարշավը եւ դուք եւ ձեր նման տասնյակ հազարավոր քաղաքացիներ կընտրեն Լուսավոր Հայաստանին։ Իհարկե։ Կոնկրետ ինչ կրեատիվ լուծումներ եք անել։ Այ դա արդեն կտեսնեք քարոզարշավի ժամանակ։ Պետական շրջանում համագործակցությունները հնարավոր համարում։ Գիտեք, մենք ասել ենք, որ իշխող ուժի հետ այլևս մատաղուտելու անգամ չենք գնալու եւ սա ոչ միայն ուժի մեջ է, այլև այս ընթացքում մենք միայն համոզվել ենք, որ մեր եզրահանգումները բացարձակապես ճիշտ էին, իսկ մնացյալը ցույց կտա խորհրդարանում արդեն ընդհանուր պատկերը։ Պարոն Խարոժակյան, բայց մյուս քաղաքական ուժերը, օրինակ այն ուժերը, որոնք այս պայն ընդդիմադիր դաշտում ֆավորիտներ են համարվում, ասում են, որ հաղթահարելու ենք, ավելին անցնելու ենք խորհրդարան, նույնիսկ ոմանք ասում են վարչապետ ենք դառնալու, այս դեպքում գոնե այդ պատկերացումների մոտավոր չունեք այդ չխարժ։ Ուրախ կլինեմ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի մեծ հաջողության համար եւ հույս ունեմ մյուս ընդդիմադիր ուժերը եւս ուրախ կլինեն մեր հաջողության համար։